Հայաստանի համար բնական գազը թանկացնելու ռուս պաշտոնյաների սպառնալիքներին զուգահեռ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր մի որոշում ընդունեց, որի արդյունքում առնվազն մինչ այս տարեվերջ քաղաքացիները բնակարաններում սպառած կապույտ վառելիքի համար նույն գումարը կվճարեն՝ 143.7 դրամ 1 խորանարդ մետրի համար։ Անապահով ընտանիքների համար սակագինը նույնպես անփոփոխ կմնա՝ 100 դրամ։ Այսինքն բնական գազը դեռ առնվազն կես տարի չի թանկանա։ Ովքեր են գոհ, դեմ չկա, որոշումներն ընդունված։ Կարգավորող հանձնաժողովի տարեկան վերահաշվարկի արդյունքում, օրինակ, ջերմաէլեկտրակայանների սպառած կապույտ վառելիքի համար նույնիսկ նվազեցում կլինի։ Որոշ չափով նվազում են նաև բնական գազի փոխադրման բաշխման սակագները։ Այսինքն մի փոքր նվազում է այն գումարը, որը սպառողներից գանձում են բնական գազը սահմանից բնակարաններ հասցնելու համար։ Բացի այդ, կարգավորող հանձնաժողովը սահմանափակեց ռուսական ընկերության ղեկավար անձնակազմի համար հավելավճարների տրամադրումը։ Գազպրոմ Արմենիայի ղեկավարները հավելավճարներ ստանալ չեն կարող։ Աշխատավարձային ֆոնդի ավելացումը կուղղեն միայն միջին ու ստորին օղակներում աշխատողներին։ Գազպրոմ Արմենիան արդեն իմ խոսքում ասացի, որ կարող է միշտ էլ հայտ ներկայացնել վերանայելու համար։ Գործնականում այսօրվա մեր որոշմամբ մինչև տարվա վերջ, մինչև դեկտեմբերի 31 մենք այդ հարցը փակեցինք, իսկ արդեն հունվարի 1-ից սկսած, այո, Գազպրոմ Արմենիան կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ եթե օբյեկտիվ լինեն պատճառները եւ իսկապես այնպիսի խնդիրներ լինեն, որ պետք է սակագին վերանայվի, ամեն դեպքում մենք կվերանայենք եւ որոշումը կախված կլինի հայցում ներկայացված պահանջներից կամ առաջարկներից։ Հայաստանի համար գազի հնարավոր թանկացման մասին մի քանի ամիս առաջ անթաքույց ակնարկեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվրոպական երկրների ղեկավարների ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում կայացած երկու գագաթնաժողովներից հետո ու նախընտրական շրջանում պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունն ավելի սաստկացավ։ Պաշտոնյաներն արդեն ուղիղ հայտարարում են. եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գա, բնական գազը կտրուկ կթանկացնեն։ Սահմանին այժմ գործող $175 փոխարեն ընդհուպ $600 հասցնելով։ То есть та льготу, которую получает Армяне, это всегда за чей-то счет, это не с неба. Это за счет Российской Федерации. Հայերի ստացած արտոնությունները օդից չեն, այլ միշտ ինչ-որ մեկի հաշվին։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իրոք մեր ներդրումն է Հայաստանի զարգացման համար։ Այդ երկիրը եղբայրական է եւ շարունակում է մնալ եղբայրական, բայց դա մեր հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին։ Это за наш счет, это тоже нужно называть вещи своими именами. Это наша помощь Армении. Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման քայլերն անտրամաբանական որակեց, պնդելով, թե Հայաստանը գումար կունենա վճարելու համար։ Թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների եւ տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած։ Պլեչին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք։ Կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաև Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։ Ընկերության վարչության նախագահը ոչ ելույթ ունեցավ, ոչ էլ մեկնաբանություն տվեց։ Նա նիստից հետո շտապ հեռացավ դահլիճից, սակայն միջանցքում արձագանքելով ազատության հարցին վստահեցրեց, թե չեն պատրաստվում սակագները բարձրացնելու հայտ ներկայացնել։ Պարոն Հակոբյան, դուք նախատեսում եք սակագների բարձրացման հայտ ներկայացնել Գազպրոմ Արմենիա։ Թե մինչև որ պահը նման հայտ չեն ներկայացնի, ռուսական ընկերության ներկայացուցիչից չհաջողվեց պարզել։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանը Մոսկվայից նաև պաշտոնական նամակ է ստացել գազային պայմանագրի խզելու հավանականության մասին։ Իսկ տարեվերջին ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինն ու մյուս նախագահները պատրաստվում են քննարկել Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները։